2026 թվականի հետ կապված ես գիտեք հույս ունեմ իմ ասածը բան չի հնչի, տենց առոգանտ չի հնչի, բայց ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է։ Ինչու՞։ Որովհետև այս քաղաքականությունը, խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Տեսեք, ընդդիմությունը ես հասկացա, որ կուսակցության համաժողովում իմ ունեցած ելույթի այդ հատվածը կամ չի նկատվել կամ չնկատելու է տրվում։ Մենք 2000 շատ է խոսում, չէ՞, ծրագրերի, նախընտրական ծրագրերի։ Ես ելույթում ինչ ասացի, 2021 թվականի նախընտրական process մենք մտել ենք ստանդարտ երրորդ հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով։ Այսինքն ոնց որ տենց այն մոդելով ԿՊ դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ։ Բայց հնդածս ժողովուրդը, եւ դա ես ասել եմ դեռևս 2021 թվականի օգոստոսի 24-ի իմ ելույթում եւ դա արտահայտված է կառավարության ծրագրում։ Ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է։ Մեր մոտ չկա ինստիտուտ ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխել, բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի ունեցել մի բան, ամբողջ քաղաքական նարատիվի եւ ընկալման ռազմավարության փոփոխություն է տեղի ունեցել, ինչը արտահայտված է կառավարության ծրագրում։ Գնացեք հրապարակային փաստաթուղթը, ինչա գրած կառավարության ծրագրում։ Կառավարության ծրագրում գրված է 2021-ից 2026 թվականի գործունեության համար ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը խաղաղություն, խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Դա 2021 թվին խորհրդարանում քվեարկված ծրագիրն է։ Այդ որ մեզ ասում են ծրագրից չէ, մենք մեր ծրագրում գրել ենք, որ մեր մեծագույն պարտավորությունը խաղաղության դարաշրջան բացելն է։ Մեծագույն ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դա ամենակարևորն է, կարևորների կարևորը, դրանից ավելի կարևոր բան չկա։ Այսինքն այս օրակարգի նկատմամբ մյուս թեմաները ստանում են երկրորդական բնույթ։ Եվ մենք մեր մեծագույն պարտավորությունը կատարել ենք։ Եվ ընդ որում ես ասում եմ, որ դա այդ փաստաթուղթը դրված է եւ ընդունվել է 21 թվականի կառավարության ծրագիրը եւ հրապարակային կարող եք մտնել, փնտրել եւ այդ նախադասությունը գտնել։ Եվ հետեւաբար որևէ մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից հետևել է իր մեծագույն պարտավորությանը եւ կատարել է իր մեծագույն պարտավորությունը եւ հետեւաբար ընդ որում այդ մեծագույն պարտավորությունը ձևակերպել է ժողովուրդը։ Ժողովուրդն է ձևակերպել։ Եվ ժողովուրդը իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում եւ պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենա, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը։ Ուղղակի պատմականորեն այլ բան չի կարող տեղի ունենա եւ ես համարձակություն ունեմ ասելու, որ մենք օրգանական կապով ենք կապված մեր ժողովրդի հետ եւ այդ մենք չենք այս ամեն ինչը որոշում եւ մենք չենք այս ամեն ինչը որոշել է ժողովուրդը եւ 26 թվին էլ որոշելու է ժողովուրդը եւ մենք այդ օրգանական կապով գիտենք թե ինչ է որոշելու ժողովուրդը։